Եղեգնաձորից հասնում ենք Սևան, Սևանից հասնելու ենք Դիլիջան, Դիլիջանից հասնելու ենք Վանաձոր, Վանաձորից Սպիտակ։ Բարեկամ Գարիկը մեզ ուղեկցում է դեպի նշանադրության տեղը, Սպիտակ քաղաքի Սպիտակ առիթին արդեն հասանք։ Մարետան մահարմանը նշանվում է։ Առաջին անգամ եմ սրանից ստանում։ Ողոյի ընկերը մեր Գարիկը։ Անակնկալ է անում, ուրախացել է։ Տեսեք էլ ինչ ենք անում, անակնկալ է սա։ Աշկալուս ենք անում։ Պիտիս բան է ինքը, լավն է բելա։ Շատ սիրում ասես, ուրախացել է։ Բարև ձեզ, որ չեմ խանգարում ձեզ։ Ծափեր տվեք, լավ առիթ է մեր։ Արման աղբերը վերջապես ուժագետ է իր մեջ եկել է նշանադրություն անելու։ Ողոյի դստեր նշանադրության ժամանակ։ Հատուկ ձեր համար գեղեցիկ զույգ նշանդրեքը ձեր դունն է, հա։ Արմանի ձեռքերում ձեր ինչ-որ ֆրցնում ես երգում։ Սիրո մեղեդին, ձեր երկուսի սիրո մեղեդին այս։ Արդեն կարաս նվիրես սենց, դա դե գերկես ու պաչես։ Մենք կամաց հեռանում ենք։ Երկու եղբայր են, Գարիկը և Գոռը։ Մենք ասենք, աչքդ լույս, Գոռ, տանտեր ես, բարեկամս արդեն դու։ Գարիկը գնում է այդ թղթերի հարցերը լուծում ու գալիս է։ Լարի մատ գերք է, ապել։ Գալիս է, բայց որոշում է ոչ թե սովորական ձևով տանի և հանձնի եղբորը, այլ անակնկալ ձևով։ Ամենաշատ է քո համար, ուրախացել է աղբերդ, դրի չոքյա։ Սա մի հաշկ է հայկական, կարող է պատվիրել անգամ ամերիկան, Ռուսաստանը կամ էլ Եվրոպան, հայերու։ Ընկերներ, կամաց արդեն հասնում ենք Սևանը, այսօր իսկապես շատ մեծ շրջապտույտ ենք կատարում, որովհետև Եղեգնաձորից հասնում ենք Սպիտակ, չէ, Եղեգնաձորից հասնում ենք Սևան, Սևանից հասնելու ենք Դիլիջան, Դիլիջանից հասնելու ենք Վանաձոր, Վանաձորից Սպիտակ։ Պատկերացնում եք, հետո Սպիտակից Երևան, Երևանից էլի Երևանի մեջ եւ իհարկե Արտաշատ քաղաքը մեր շատ սիրելի, որտեղ ունենք բոլոր առիթներն էլ գեղեցիկ են, սպիտակ եւ բարի, հայոց ազգի ծաղկուն խորհրդանշող առիթներ են, նշանդրեք, հարսանիք եւ իհարկե տատիկի ծնունդ։ Տատիկի ծննդյան օրը արդեն շնորհավորեցինք, հիմա մնում է մնացածը, իհարկե մոտոցիկլիստներին էլ կարելի էր նկարել, հետաքրքիր բան էին մտածել, գեղեցիկ էր։ Մի բան է, եթե մի գաղափար, եթե համախմբում է մարդկանց եւ նրանք միասին ես լավ են զգում, դա արդեն գեղատեսիլ տեսարան է։ Դրա համար ասեցի մոտոները նկարես, հենց չգիտեմ, հենա վերջի մոտոցիկլիստը, տեսեք գալի, ինչ վերջին գալիս են նրանք։ Այո, հարգելի մոտոցիկլի վարորդներ, եթե հանկարծ կտեսնեք, որ մենք ձեզ տեսել ենք, տեսած իմաց տվեք մեզ, իմաց տվեք, որ իմանենք։ Поехали, ребята։ Ընկերներ, հաշված րոպեներ հետո մենք կլքենք Գեղարքունիքի սահմանը եւ կգնանք արդեն Տավուշի մարզ, որտեղ կհասնենք Դիլիջան քաղաք, իսկ աջից Ծովագյուղ սուպերմարկետներ, այս հրաշք տեղը, որտեղից մարդիկ միշտ կանգնում օգտվում են, նոր են շարունակում ճանապարհը, բայց մեր դեպքում այսօր կանգնելու հնար չկար, որովհետև մենք հնարավոր է ուշանանք մեզ համար, այս պահին 1 րոպեն էլ շատ կարևոր է, դրա համար շարունակում ենք մեր ճշմարիտ ճանապարհը ճշմարիտ մտադրություններով։ Եթե ճշմարիտ է ճանապարհը, ուրեմն դու խոչընդոտ չես ունենա, ունենալու դեպքում էլ շատ արագ կհարթվի։ Գնացինք։ Ընկերներ, գեղեցկագույն լեռներն են դեպի Դիլիջան տանող։ Նայում ես, ասում ես ջան ու գնում ես Դիլիջան։ Սա այն դեպքն է, երբ որ ջան ասում ես, ջան լսում ես, ջան ասենք, ջան լսենք, հայեր ջան, գնացինք առաջ։ Մուտք են գործում լեգենդար թունել դեպի Դիլիջան տանող։ Հայ զինվորս մնականգուն, նրա ոգին է ասասան, հայ օջախում բացվի գարուն, խինդու սիրով լծվի մանկան, հայ զինվորս մնականգուն, նրա ոգին է ասասան, հայ օջախում բացվի գարուն, խինդու սիրով լծվի մանկան, խինդու սիրով լծվի մանկան, հայրենիք Գեղեցկագույն կանաչի ֆոնին սլանում ենք դեպի Դիլիջան։ Շրջադարձերի վրա
Եգիպտացորենի կրպակներն են, որոնք մեծ սիրով ձեզ առաջարկում են լիքը բազում տեսականի եգիպտացորենի 50 երանգները, ընկերներ։ Это мои 50 оттенков. Այստեղ եգիպտացորենը մի նոր կյանք է ստանում դիլիջանցիների շնորհիվ եւ կարող ես տարբեր տեսակի կոկորոզներ ուտել եւ լավ զգաս քեզ։ Ու հասկանաս, որ դու գտնվում ես Դիլիջանի վերևալներում։ Պապիի մոտ, տեսեք, գրած է, պարզ հայերենով գրած է, պապիի մոտ ու տեսեք, թե ինչքան կան պապիի մոտ մարդիկ, որտեղ պապին դեռ մանկուց այս գործով է զբաղվել եւ ամենից լավը գիտի համով կուկուրուզի գաղտնիքները։ Իսկ հիմա մենք մուտք ենք գործում Դիլիջան քաղաք։ Դիլիջան, բարև ձեզ, մի հատ ջանով լայք, բարև բան, տենց էլի շփում անենք մի հատ, որովհետեւ ձեր քաղաքով ենք անցնում, բարևում ենք ձեզ, սպասում ենք հետադարձ բարևների, թող արև լինի միշտ ու լավ լինենք իրար հետ։ Գնացինք Դիլիջան, հենատես Դիլիջանը գրած է, ջան Դիլիջան, որ մտնում ես Դիլիջան ուզած ասում ես ջան եւ ջանից է սկսում բոլոր լավ գործարքներն ու գործողությունները, ջան եմ ասել։ Հիմա ասել ենք Դիլիջանի կենտրոնը, այստեղ կենտրոնական մասն է Դիլիջան քաղաքի, որը շատ գեղեցիկ է թե իր ճարտարապետությամբ, թե իր մարդկանցով, թե դրոշի ծածանվելու ունակությունով, եթե օպելին զիջելով։ Բարեկամս, ես քեզ եմ զիջել, դու անցիր, դու էլ անցիր։ Ընկերներ, ես զիջեցի, բայց երկու մեքենա հրաժարվեց զիջել, դրա համար էլ տենց եղավ, երկար մնացինք ընդեկայնացին։ Ոչինչ, հիմա շրջանաձև երթևեկության գեղեցիկ այծերին ցույց տուր եւ մենք հենց հիմա հեռանում ենք դեպի Վանաձոր, այնպես որ Վանաձոր դուք էլ լայքում եք, գրում եք, բաժանորդագրվում եք, գրեք, բարևեք, ես ձեզ բարևում եմ։ Սիրում եմ ձեզ շատ, դուք էլ նույն սերն ու հարգանքը մի բարևով ցույց կարող եք տալ, այնպես որ ցույց ենք տալիս Վանաձորի սերն ու հարգանքը մեր հանդեպ։ Բաժանորդագրվեք, տարածեք, թող այս ալիքը թևացի ամբողջ աշխարհով։ Դրախտային տեսարան։ Ух, красота-то какая, лепота։ Իջևանի, չէ, Իջևան չէ, Տավուշի մարզում, ընկերներ։ Տավուշի մարզը շատ հեքիաթային է եւ այս հեքիաթային աուրան միանգամից փոխանցում է Լորվա մարզին եւ հենց հիմա գնում ենք այդ ուղղությամբ։ Հեքիաթը այս ճանապարհին իրական է, եթե ուշադիր լինես ու տեսնես։ Ջեներ մոտ գործեցինք Լոռու մարզ։ Լոռու մարզն է մեզ դիմավորում։ Մենք ողջունում ենք Լոռու մարզին։ Իմ ընկերներ, բարև ձեզ։ Սիրտ է, ընկերներ, հա? Սիրտ։ Բայց սիրտի նման էլ է, էլի։ Սեր է երկնքում հայոց։ Գեղեցկագույն ճանապարհահատվածներից մեկը հայոց աշխարհում այս բլուրը եւ այս գեղեցիկ շրջադարձը, որտեղ բացվում է շատ հիանալի տեսարան, տեսեք, սա ֆիլմ նկարելու տեսարանը եւ հույսով եմ շատ шутով մի ֆանտաստիկ ֆիլմի մեջ կտեսնեմ այս տեսարանը։ Это жанр фантастика. Ребята, так что приходите, снимайте сколько угодно. Все сделаем. Մեզ է սպասում Ուլալիսու հետ անցիր Բարդ ու դժվար ճանապարհ Ուլալիսին սրտաբաց Շիտակ է արդար Էրզրումցու արյուն է Մեր երակներում հոսում Պապիս պատմած երկիրը մեզ է սպասում Մենք հիանում ենք այս մարդկանց աշխատասիրությամբ, ապա նայեք որտեղ են ցանել, դաշտ են սարքելու ցանել ցորեն, ընկերներ, տեսեք դուք մենակ։ Այս նման տեսարաններ մենակ կարող ես տեսնել Հայաստանի Լորվա մարզում։ Չկնաղագեղ Լորվա մարզը։ Կարծես թևերը բացած կուզենաք ես գրկի։ Իր գրկի մեջ քեզ գեղեցկացնի իր կանաչներով ու մարգագետիններով։ Հիանալի տեսարան։ Մարգահովիտ էլ հենց անունն է, տեսար Վարդան, ես հենց այնպես չասեցի Մարգագետին։ Իսկապես որ Մարգագետի անունը շատ ճիշտ ու տեղին են դրել, ընկերներ։
ընկել է հսկա վիթխարի ծառը, նրա վերջն էլ եկավ։ Այդպես է կյանքը մի օր կանաչ, ամուր, ջահել կանգնած ես քո տեղում, բայց այդ օրը գալու է, գիտակցեք, որ մի օր էլ այսպես ընկնես։ Մած երգիրը մեզ է սպասում, ուլալիս ու էտանցիր, բարդ ու դժվար ճանապարհ, ուլալիս Արի լալա էին առաջարկում, օրինակ եթե Վարդանի տեղը հիմա լիներ աղջիկ, կկանգնեի, կգնեի, բայց որ Վարդանն է, ինչ առնեմ, պետք չի։ Լավ չի, մենա, տես եվս մեկ ջարդված ճյուղ, այստեղ կարծես թե գազանաբարոքամի է եղել։ Վանաձորն է հեռվից, երևում նշմարվում է Վանաձորի շենքերը ու իր գեղեցիկ դիրքը, այնպես որ հենց հիմա քիչ հետո կհասնենք Վանաձոր։ Վանաձոր եւս մեկ անգամ ողջուններս ձեզ։ Անցանք Կեչիները, քիչ հետո կլինի հասնենք Վանաձոր։ Տարբերվող եւ հրաշալի հանգստի տեղ է այս սպիտակ կոնաձև հանգստյան գոտին։ Ինձ շատ է դուր գալիս, հոգեհարազատ է եւ կառուցողը հաստատ լավ ու բարի մարդ է։ Սպիտակի մեջ գեղեցիկ հանգիստ է նախատեսել բոլորիս համար։ Ռեսպեկտ։ Да? Молодец. Ընկերներ մուտք են գործում Վանաձոր, Վանաձոր մեր հրաշք քաղաքը։ Չէ, գրած Վանաձորը Զգում է արևի ուժը։ Վանաձորը զգում է, հա, եթե արդեն բանա, բիզնես գաղափարա լավ։ Ասեմ, որ Վանաձորում արևային էներգիա են ստանում, էլի։ Ընկերներ, որոշեցինք ձեզ ցույց տանք նաև Վանաձորը դրոնի բարձրությունից, որովհետև թե եղանակային պայմանները, թե գեղեցկությունը բնության մեզ դա հուշեց, պարտադրեց եւ ասաց եղբայրս, դու պետք է նկարես Վանաձորը վերևից։ Հրաշք քաղաք է, շատ գեղեցիկ, մեծ, լավ մարդկանցով բնակեցված, գեղեցիկ հայերով։ Վանաձորը նաև արդյունաբերական քաղաք է եղել ժամանակին, այնպես որ այստեղ ամեն ոլորտը զարգացած է։ Գեղեցկագույն Վանաձորն է ձեր կադրերում, ընկերներ։ Տեսեք ինչ գեղեցիկ է շենքերի դասավորվածությունը, լեռների, կարծես Վանաձորը լեռների գրկում լինի։ Հենց դրա համար էլ անունը Վանաձոր է։ Քաղաքն է իմ շատ մոգական, մարդկանցով իր շատ հուզական, ուր էլ գնամ, ես կգամ Վանաձոր, ուր էլ գնամ, ես կգամ Վանաձոր, սերն է այստեղ պարբրնում ու կանչում լարը, մարդիկ ուրախ շպտատեմ ու խոհեմ, սերն է այստեղ պարբրնում ու կանչում, մարդիկ ուրախ շպտատեմ ու խոհեմ, մարդիկ ուրախ շպտատեմ ու խոհեմ։ Բացի իznից էլի մարդ կա, որ այս հատվածը շատ է նմանացնում Վայք քաղաքին։ Ախր շատ նման է, շատ։ Ոնց որ Վայքում լինենք հիմա, բայց Վայքում չենք։ Սա Վանաձորի Վայքաշեն հատվածն է, այո։ Վայքանման հատվածը։ Վայք ու Վանաձոր, վեյով են էլի։ Ընկերներ, մի անգամ ես մտա այս խանութից պոնչիկ առնելու, չունեին պոնչիկ։ Դրա համար մի հատ էլ եմ մտնելու պոնչիկ առնելու։ Յանամ պոնչիկ առնեմ գան Վարդան, տենանք ունենք պոնչիկ, թե չէ։ Ընկերներ, այս անգամ պոնչոյում պոնչիկ կար։ Անցած անգամվա նման ձեռնունայն չեն գնալու։ Ես ունեմ պոնչոյից պոնչիկ։ Մեկը ինձ, մեկը Վարդանի։ Գնանք հիմա զանգենք արդեն մեր աղբորը, մեր Գարիկա աղբորը, ով ունի
հացի արտադրամասներ Սպիտակ քաղաքում։ Սպիտակ քաղաք, ողջույն, ինչպե՞ս եք։ Բարևներս ու հարգանքներս։ Իսկ դուք բարև եք մեկնաբանություններում հարգանքները ցույց տվեք կիսվելով ու տարածելով այս տեսանյութը։ Շնորհակալ եմ շատ։ Նախորդ շնորհակալությունս հայտնեմ էլի, չէ։ Օ, Գարիկ, բարեկամս, այդպես մի արա։ Поезд չկա, չէ։ Поезд нету, так что мы вообще аккуратно едем. Չէ լավ։ Գարիկ, բարեկամս, պատասխանիր։ Մի հանրաճանաչ տեղում կկանգնենք, կսպասենք Գարիկի զանգին։ Գարիկ, բարեկամս։ Ես Սպիտակ քաղաքի ֆուդ-կորտի դեմն եմ։ Вообще գիտես ուր եմ էթում կայանում, ես սիրուն գմբեթը որ կա։ Արի եկեղեցու մոտ կայնի։ Գալիս եմ եկեղեցու մոտ աղբերս ուր եմ, հեսա տատիկին զիջենք թող անցնի Սպիտակ քաղաքում, Սպիտակ բաներ պետք է անես Սպիտակ քաղաքում։ Գնանք հիմա եկեղեցու մոտ, ընկերներ, հիմա դռոնով մենք Սպիտակ քաղաքը անպայման պետք է նկարենք։ Արոսացածում ես համար, դու սուր որան, Սպիտակ քաղաք միշտ կմնաս, դու դարերով պիտի գնաս, Սպիտակ քաղաք մեր սրտի դու ուսի օրան, Սպիտակ քաղաք դու մեր կարով, Սպիտակ քաղաք դու սիշով, Արոսացածում ես համար, դու սուր որան, Սպիտակ քաղաք միշտ կմնաս, դու դարերով պիտի գնաս, Սպիտակ քաղաք մեր սրտի դու ուսի օրան, Սպիտակ քաղաք մեր սրտի դու ուսի օրան, Սպիտակ քաղաք մեր սրտի դու ուսի Հիշում ես, որ եկել ենք Սպիտակ, ագին ժամանակ կար, փողոցները չափչփում ենք, որ իմանայինք որը որտից է։ Դες իշխան ձորներ են։ Պետք է երկու հատ առնեմ։ Բարև ձեզ։ Ես որտե՞ղ խնձորն է։ Ձեր Բոստանի ստեյ, չէ, Սպիտակի։ Սպիտակ Բոստանի խնձորն է, չէ։ Այդ դեղինները տանեմ։ Որը կուզես։ Ես։ Այդ ինչքան կլի, մոտավոր թիվաս։ Պետք չի կշռել, ասա։ Դիր։ Ալավա դնեմ են ինչ անենք ընդ։ Ինչքան է։ Ես ինչ գիտեմ։ Ես вообще, այսպես մտ կասի փող տամ էլի։ Այդ շատ է։ Հա, նա ինչն է շատ։ Քո Բոստանի խնձորն է։ Չէ, ես երկու հատ մնալու ավտոյի մեջ փչանա, այդ վերցմեմ որ ուտեմ տանջակը, թե չէ չեմ ուտի։ Ընկերներ մեր բարեկամ Գարիկը մեզ ուղեկցում է դեպի նշանադրության տեղը, որտեղ մենք ֆռացող ծաղիկ ենք տանում։ Այդ որ ասում եմ, հենց այդպես էլ կա, կտեսնեք, ուղղակի պետք է համ փեսայի, համ հարսիկի մասնակցությունը, որպեսզի ծաղիկը սկսի պտտվել։ Դա մի անգամ է։ Չէ, հա միանում է։ Ինչքան փոխում ես։ Կային եմ աղբեր։ Երրորդ հարկ աչի վրին։ Երրորդ հարկ աչի վրին, հիմա արդեն խնամիներով հավաքվել նստել են։ Այս մեկ քիչ խաբար են գոնե ես ով եմ, թե չէ։ Ընկերներ, Սպիտակ քաղաքի Սպիտակ առիթին արդեն հասանք։ Բա գար։ Նայ, Մարետան Արմանը նշանվում է։ Հիմա Արմանը որոշել է ուժը հավաքել եւ եկել է նշանադրի Մարետային։ Եվ հիմա Մարետայի հայրիկի անկերը, հա? Հա։ Բեր ասեք, եկեք։ Մի խոսքով անկերներ, տարբերվող ծաղիկ ենք տանում։
Առաջին անգամ եմ սրան ես տանում։ Ինչ-որ ֆրցնում ես երկում։ Գնանք։ Հովոն ընկերն է, էլի։ Հովոյի ընկերը մեր Գարիկ է։ Անակնկալ է անում, ուրախացել է, աշկալուսանք անում։ Հովոյի դստեր նշանդել է դրության ժամանակ։ Հա։ Սա։ Ծալեն դացա։ Վարվի բաներ չունեմ, դե։ Նան։ Գենգերն է։ Ոյ, մականն ասած է։ Մականն ասած, բայց չնշում։ Գարկը, իարկը, բնե։ Արև ձեզ։ Ոնց եք։ Այս նշանդրեքը ձեր բնին, հա։ Հավաքվել են սա, խմել եք նորմալ։ Հա, լեկան ու են, որ ընդե են։ Բարև ձեզ, որ չեմ խանգարում ձեզ, չէ, չեմ խանգարում, չէ, դե ծափեր տվեք, Արման աղբերը վերջապես ուժագետը իր ամեջ եկել է նշանադրություն անելու Մարետային, դե զույգերը կանգն են, հա, հիմա կանգնում են զույգերը, տեսեք էլ ինչ ենք անում, անակնկալ ասա, անակնկալ լրիվ սենց հետաքրքիր, ճիշտն ասած ես եմ սրանից առաջ անգամ տենում, հատուկ ձեր համար գեղեցիկ զույգ, սա մեր թաքնված հատկություն ունի, երկուսով եք էլի գործի գցելու, հա, սկսենք, Արման աղբեր, աղբեր, անկեղծ ես չգիտեմ ինչ ենք անում էսի, բայց առաջին անգամ այս, հիմա ցես դու պահի, փորձենք լրիվ տակից էլի, Մարետա, հələ էսի բաց ես ինձ, բացում ես, հələ ես էլ չգիտեմ ինչ անել, դու շադիր էլի, հա, ուրեմ, հիմա, Մարետա ջան, էսի, հան, ես ես զգուշ, հա, թիթիզ բան է էլ ինքը, լավն է բերել, չէ, հիմա, այդ պահը չգիտեմ, ժամացույցի, հələ վրցել այսնց է, հակարակ էլ ֆրացու, չէ, սենց ալա, ապրես, այտնեց, հիմա սուսենք, լսենք, սիրո մեղեդին, ձեր երկուսի սիրո մեղեդին այս, լավ է, թող արդեն ծլնգա, հա, այտնեց Արման, տակիս խպիլ է, մի հատ էլ, հա կաղաք իչա լարել, Մարետա լավ լարի իրան, հավեսով լար, լավ է, թող էլ, ջարդվա վիզը, տես, Արմանի ձերքերում ձեր սիրո մեղեդին է, ուշադիր լսեք, հիմա լավ չէ, Արմանն է թում է, դե արդեն կարաս նվիրես սենց, մի հատ է գերկես ու պաչես, հա ինչ վատավոր, տեղը տեղի, լավ այ, սիրո խարդի, հետս նազանքով պարի, երջանկության արցունքները կամաց, շատ հետաքրքիր, ինձ էլ է հետաքրքիր իշ կլնի ես, եսի կաղենքն իրան երկի միշտ, հենց որ երկի նշանքմա Արմանի սիրտ ավելի ուժեղ է սկսել բախել, ձեր նշանադրությունը շատ լավ լինի, հետո ամուսնանալ, իսկ մինչ այդ ձեզ մի հատ էլ նվեր տամ, նվեր ոսկի առիթին, ձեր նկարով, որ պահեք, Են որ հարսանքին ֆուրշետ սեղան են է դնում հարսիկի տունը, այդ վաղ կբացեք խմեք, հա? Եգիպտոսի տոմս էլ կարող է Հիմա ամենակարևորի մասին, անակնկալը գիտեք ով է արել, հələ ենթադրում եք? Արմենը? Չէ, Փեսա ջան, քո յանից չի, հարսիկի, հա, էլի հարսիկի յանից ասիր, բայց մեր ոպ է, աղբեր տես ոնց կլի, լավ, դեք այն ասեմ, մեր հարսիկի, հայրիկի, անուշ աղբեր ընկերոջ կողմից, Գարիկից, մականունը ասա, էլի մոռացա, միչը, չէ, մականունը, Կուկուշի Գարիկը, Կուկուշի Գարիկն անակնկալն արել, շատ սիրում ասես, ուրախացել է, բարով լինի ձեր միությունը, Արման աղբեր ապրես, շատ լավ համագործակցեցիր, Մարետա ջան, են ինչքան լավ չպռած վերջում, ձեզ լավ որ ոտներս խերով ձեր օջախ, մենք
մենք կամաց հեռանում ենք։ Լավ մնացեք։ Լավ օր ձեզ։ Ընտրեմ, լավ մնացեք։ Շատ հետաքրքիր, հա՞։ Հա՞։ Հարսիկի հայրիկը Հովանեսը, մեր հովո աղբերը էլի։ Ընկերներ գեղեցիկ շքամուտք է, նորակառույց շենք է սա։ Սպիտակը նույնպես տուժեց երկրաշարժից, բայց ինչպես տեսնում եք, այստեղ կյանքը եռում է, մարդիկ նորից ստեղծագործում են, ընտանիքներ են կազմում, սերն է թակավորում։ Թեկուզ չարագուշակ բնական աղետը փորձեց մեր ուրախությունը մի քիչ կիսատ թողի, գլուխը պատին տվեց։ Չկարացավ։ Սառել է աղբեր, տես։ Կոկոշի գարիկն է աղբեր։ Ինքն է էլի, ստե է աղբեր։ Հիմա հետ ընթացի լավ, մեր աղբերը թող գնա, չխանգարենք։ Հիմա մեր գարիկը աղբոր հետ գնում ենք, նրա եղբորը մի անասելի գեղեցիկ անակնկալ անելու, ոչ ծնունդ է, ոչ կնունք է, ոչ նշանդրեք, ուղակի տանում ենք տան վկայականը նվիրենք իրեն, նա տան վկայականի դիմում էր տվել, հաստատվել է մեր գարիկը, սա հարցերը գցել է տեղը, հիմա գնում ենք աղբոր ուրախացնենք։ Գարիկը այսօր ուրախ է տրամադրված իր հարազատների հանդեպ։ Ես որ դյուղն է։ Էսի քաղաքն է ալը։ Հա, տոնական, սպիտակի տոնական թաղամասում մենք հիմա երթևեկում ենք արտասովոր տարբերվող ճանապարհով։ Այս ճանապարհով ինչ են ասում անունը։ Տուֆային ճանապարհով, ընկերներ։ Շատ գեղեցիկ հայտնագործություն է։ Հիմա կամաց գնում ենք, մի լավ լուր տանենք մեր գոր եղբորը։ Նայեք, ես պատմություն ներկայացնեմ։ Երկու եղբայր են, Գարիկը եւ Գոռը։ Գոռը գնել է բնակարանը, թղթերը մի քիչ խնդիրներ են եղել, ուշացել է, որի հետևանքով խառնվել է հարցին անուշ աղբեր Գարիկը, հալել աղբերով ունի հարուստա իրավիճակ։ Գարիկը գնում է այդ թղթերի հարցերը լուծում ու գալիս է, բայց որոշում է ոչ թե սովորական ձևով տանի եւ հանձնի եղբորը, այլ անակնկալ ձևով։ Իսկ դա ով է անում, իհարկե մենք ենք անում։ Չէ՞ Վարդան, գնում ենք ուրախացնենք։ Գնանք ուրախ լուրը հասցնենք տեղ, որ մեր հայ օջախներում միշտ ուրախ լուրերով մտնենք։ Այս տներից մեկն է աղբեր։ Էսի երկրաշարժից հետո են սարքի այսը սիրուն իրար կպած մոտիկ։ Հա, աչ ենք անում։ Այս կա Գարիկը չի եկել։ Հրաշալի բնակարաններ, ընկերներ, տեսեք ինչ հետաքրքիր լուծում են տվել երկրաշարժից հետո։ Շինարարությունները շարունակվում են։ Հետո իմ աղբեր, ձախով հելանք, հաշկից չի եկել, բայց Գարիկը, չի եկել, չէ, զանգիր, դե չէ տենք տանդեմը կայնենք, ուրա տունը, ես հա, այախբերն չենք եկնում, դե այախբեր շտվարան սաֆարալու տեղ այն, ես աստեմ տեղ կայնենք, մինչև գա Գարիկը աղբերը, գեղեցիկ բնապատկեր, հովիտ, որտեղ աչից ձախից տներ են միանման, կարծես հեքիաթում ընկերներ, սա կարող եք գուշակել որ գյուղն է, իհարկե Սարամեջ գյուղն է, սա Սարամեջ գյուղն է ընկերներ, Լոռու մարզա, չէ, Լոռու մարզի Սարամեջ գյուղն է, վայելեք գեղեցկությունը և իմացեք, որ Հայաստանում գյուղեր կան, որ դերախտից չեն տարբերվում։ Սարամեջից ով է մեզ նայում, հələ հետ լայք մեջ արեք։ Աղբերեն ես կանեմ, տուրն ձե, հետ իմ գործն է, վսյո։ Բարև ձեզ, արշներդ լույս լինի, տորտնել մի քիչ են յանելա, ոնց որ։
լավ է մտածել ես, ախպեր, սա, ցավը տանեմ։ Լրիվ իմ գործը կարաս անես։ Պրոստը որ նկարվել չես սիրում, չես կարա, լավ, մոռացել եմ, որ ինչ ուզում նկարվես։ Ախպեր, մեծ թող, էլի, հələ ետ փակեք, էլի։ Ցավը տանեմ։ Աբլիս ախպեր ես։ Բայց ախտոն չքշես այդ, ասել իկային։ Խոդը հանգցերու։ Բայց թղթերն ուր են, ախպեր։ Ախպեր, բայց տորտը սաղ պալի տանում այդ պլանները։ Հիմա վարդան տորտի գործ եմ անում, նայ։ Ընկերներ, երբ որ տեսնում եք տորտը նմանակի լողոզանքի է ենթարկվել, վերցնում եք մի կտոր սիրուն մաքուր թուղթ, այս տորտի թուղթը։ Ու գեղեցիկ ձևով այս սկսում եք, այսպես Եվ վնասվածքը այլևս այնպիսին չէ, ինչպես որ առաջ էր։ Հա։ Հետո կրթնում եք իր տեղը։ Համով էր տորտը։ Ինչ խոսք։ Ախպեր թղթերն ուր է։ Կոնյակը կա, թուղթը կա, տորտը կա։ Ապեր կաղա ավել շատ աշկալուսանք ենք հետում։ Եվսո գնում ենք աշկալուսանք անենք գորին։ Գնում ենք ասենք աշկատ լույս, գոր, տանտեր ես, բարեկամս արդեն դու։ Լսի, այս առաջի ձախն է, 54-ն է։ Վերևին է։ Բարև ձեզ։ Լսի, աչք։ Հարևանների հետ ընկելացել եք արդեն, թե շուտ ոնց են հարևան։ Գորը։ Չէ, բայց հարևանը նորա եկե, չէ։ Չէ։ Հա, Երևանը տունարը։ Ախպեր, բայց Երևանը տունարը ասա, ես գիտեմ ես տունարը։ Հա։ Ինքնա գոր ախպեր, դա ինքնա։ Գոր ախպեր ես բարի ուր։ Ոտներս խերով ձեր օջախ։ Հələ ծապ տվեք, էլի մի հատ հավես է։ Գոր, բարեկամս, հələ մի արի, էլի, արի։ Որտեղ եք հո կեսը։ Ախպեր մենակով, հա։ Որա լրի ուժեղ, ախպեր, գործակ։ Գիտես, չենք եկե, ախպեր։ Պատկերացնում ես ինչ ենք եկե։ Ծնդը չէ։ Այս ավելի ուժեղ բան ես դու ձեռնարկե։ Գար, հիմա ինքը գիտի, թե չգիտի, որ չգիտի։ Դե ես քեզ մոտ լավ լուր եմ ասում։ Թղթերի հարցերը լուծվել է, ախպեր։ Լրի չոտքի է։ Ու ամենաշատը քո համար ուրախացել է ախպերը, ինը չի ուզում նկարի, կայնել է անդել, արի մատ գերք էլի ախպեր, մեջքի տյանից կնկարի։ Լարով վայել ես ախպեր։ Դե ախպեր ես, եսի պչի, տանտեղ թու մտել օբեկտ արնես, հետո։ Չեպետ կլինի սիրտը կհանի կատար Ախպերը ուրախ առիտ է, ես քաղցրությունն էլ վերցրու։ Ախպեր, բանա, ես էլ կեզ սենց, հա, բաց են անեմ? Չէ, դե, ճան, ախպեր ես։ Եսի դե մաղարիշն է, էլի, դե բացեք լեցեք խմեք, ախպեր։ Հաջորդը իրա տան մեջին Երևան կգաս։ Ախպեր, բան է կարետ, նորակառույց։ Հա, նորակառույց։ Սարքում են հիմա, սարքում են։ Շնորհավոր ենք, սարք է պրծել ենք, թղթերը վերակալ է արդեն ախպերը։ Հա, աշկալուսանքը էլա։ Աշկալուսանքը եղավ, հա։ Սարք է պարծել են դաժե։ Հա, մնամա մտնի մեջը։ Վարդան, արի։ Արի, պա։ Մեծ ախպեր, ուրախանում ես տաղեքիդ հաջողություններով։ Դե մետ արի բան էր, գերկի իլը թևըտ քիծ ու ստոյնա լավ ես գա։ Այն, հենա։
Թե վտայս։ Դոլարն զգացել է, էսի ճանակը։ Չէ, քեզնից вообще լավ կզգամ, ախպերը ուր անգնում, դեն ինչ ընկնելու էր ընկել է, հեսա, տես ախպեր։ Նորմալ էլ ընկել է։ Արի Գուգո, արի։ Գուգո, ախպեր արի։ Ախպեր դու չես խմեմ, չէ՞։ Չէ, ախպերս ես չեմ խմում, ռուլի վրա եմ կողում եմ, մեկ-մեկ էի անեմ քեզ։ Չէ, հենա, всё։ Ան ախպերս։ Դե մտա աշկալ լուսանք խփեք ախպեր։ Եկա դու էլ խփի, չէ՞։ Բան, Այսրանով, հրեսան, դες ուրաց։ Այս խփելունը տվել ես։ Շնորհավոր, բարոն Վայրես։ Շնորհավոր լինի։ Ուրա։ Մանկան ճիշտ լսվի տան մեջ, ուրախ առիթներ լինեն։ Կամ կուզես վարձով տուր ախպերես։ Սա մի անգամ իսկ էլի դու էլ կամար նստիս տե։ Ապրես, ախպերս, ապրես։ Ձեզ լավոր, հարազատներ ջան։ Ես հելա էյաները։ Ձեզ լավոր, շնորհակալ ենք։ Լավ մնացեք։ Կամաց։ Դարի, լավ դուգոն կբեր։ Չէ, ես ներողություն եմ խնդրում։ Չէ, կերացեմ, լրիվ այսեցին։ Ներող կնեք, ոտներս խփի։ Ախպեր, դուրում կա։ Ախպեր, լսի, արի։ Ադուշել ախպեր, լուրջ կա ախպեր, սա կա ապրիս։ Ապրես։ Հելենք։ Դե մենք լքում ենք սպիտակի սահմանները, գնանք Երևան։ Հաջող։ Լսեք ընկերներ, մի մեքենա, են մեկի պապանը, հա։ Այս առաջինը նրա պապանը, այս այլ է նորեն մեկը, բայց երկուսն շատ լավ ավտոներ են։ Երկուսն Mercedes են։ Երկուսն լեգենդ են եւ շարունակում են սանձել ճանապարհներ։ Նստենք ու սկսենք սանձել։ Գուգոս հելանք ախպերս։ Գեներ մենք լքում ենք Սպիտակ քաղաքի տարածքը եւ գնանք ուղիղ Երևան, որտեղ մեզ առիթներ են։ Հայացքով կարոսում ենք բարին բոլորի ծնունդի լույս